Ով էր այն հայտնի նկարիչը, ով կտրեց իր ականջը, ինչու էր նա մեկ օրում մի քանի նկար ավարտին հասցնում և ինչ գույներ էր միացնում իրար, որպեսզի նկարներում արտահայտվի լույս և միայնություն։ Այսօր խոսելու ենք Վան Գոգի մասին։ Վինսենտ Վան Գոգը ծնվել է Նիդերլանդներում, հասարակ հավատացյալ ընտանիքում։ Մանկուց Վան Գոգը լուռ էր և խորամիտ։ Նա ավելի շատ դիտում էր աշխարհը, քան խոսում էր նրա մասին։ Դպրոցներում երկար չմնաց։ Չկարողացավ հարմարվել սովորական կյանքի կանոններին։ Աշխատեց արվեստի սրահում, փորձեց դառնալ ուսուցիչ, հետո քարոզիչ։ Եվ հենց այդ ժամանակ նա սկսեց ապրել ամենահասարակ մարդկանց կողքին։ Վան Գոգը չէր ձգտում հարուստ մարդկանց աշխարհին։ Նրան ավելի շատ հետաքրքրում էին աշխատած ձեռքեր ունեցող մարդիկ, հոգնած դեմքերը, գյուղացիների պարզ կյանքը։ Նա ասում էր, որ հասարակ մարդիկ հաճախ ավելի իրական են, քան փայլուն աշխարհը։ Այդ զգացողությունից ծնվեց նաև նրա առաջին հայտնի աշխատանքներից մեկը՝ կարտոֆիլ ուտողները։ Այդ նկարում չկա շքեղություն, բայց կա իրական կյանք, հոգնածություն։ Նա շատ միայնակ մարդ էր։ Հաճախ չէր հասկացվում մարդկանց կողմից։ Ամենամեծ հենարանը եղբայրն էր, Թեոն, ում գրում էր հազարավոր նամակներ։ Եթե Թեոն չլիներ, հնարավոր է աշխարհը երբեք չճանաչեր Վան Գոգին։ Այսօր այդ նամակները բացում են Վան Գոգի ամբողջ հոգին։ Հետաքրքիրն այն է, որ նա սկսել է լրջորեն նկարել մոտ 27 տարեկանում։ Այսինքն այն տարիքում, երբ շատերը մտածում են, թե արդեն ուշ է երազելու համար։ Բայց հենց այդ ուշացած մարդը փոխեց արվեստի պատմությունը։ Վան Գոգը շատ էր սիրում արևածաղիկներ՝ դեղին, ոսկեգույն և կապույտ երանգները։ Դեղինը նրա համար արևի, կյանքի, հույսի գույնն էր, կապույտը միայնության և գիշերվա անսահմանության։ Երբ նա միացնում էր այդ գույները, ստացվում էր մի աշխարհ, որտեղ ցավն ու լույսը միասին էին ապրում։ Նա նկարում էր շատ արագ, կարծես վախենալով, որ պահի զգացողությունը կփախչի իրենից։ Նա հավատում էր, որ աստղերին նայելը մարդուն օգնում է երազել։ Ֆրանսիայի Արլ քաղաքում ծնվեցին նրա ամենահայտնի աշխատանքներից շատերը՝ արևածաղիկներ, աստղալից գիշեր, ննջասենյակ Արլում։ Բայց նրա ներսում միշտ մենության, հոգեկան ցավի և չհասկացված լինելու զգացում կար։ Ֆրանսիայի Արլ քաղաքում Վան Գոգը մի որոշ ժամանակ նույն տանը ապրեց նկարիչ Գոգենի հետ։ Նա երազում էր միասին ստեղծագործելու մասին։ Սկզբում Վան Գոգը կարծես երջանիկ էր։ Նա մտածում էր, որ վերջապես գտել է մի մարդու, ով իրեն կհասկանա։ Բայց նրանց հարաբերությունները շատ բարդացան և սկսեցին հաճախ վիճել։ Մի օր ծանր վիճաբանությունից հետո Գոգենը որոշում է հեռանալ։ Վան Գոգի համար դա շատ ծանր հարված էր։ Եվ հենց այդ հոգեկան ցավի պահին նա կտրում է իր ականջի մի մասը։ Շատերը կարծում են, որ դա մարդու ներսի կոտրվածության ճիչ էր։ Իր կյանքի ընթացքում Վան Գոգը վաճառեց ընդամենը 1 նկար, սակայն ստեղծագործել էր ավելի քան 2000 աշխատանք։ Վան Գոգը մահացավ 37 տարեկանում։ Գուցե նա կյանքում չստացավ այն սերը, որին սպասում էր, բայց իր նկարներով կարողացավ դիպչել հազարավոր մարդկանց հոգիներին։